Երբևէ ունեցել ես այդ զգացողությունը, որ քո գնացքը գնացել է, առանց քեզ։ Դե այսօր հենց դրա մասին ենք խոսելու, ու ես ցույց կտամ, թե ինչու իրականում դու ոչ մի բան էլ բաց չես թողել։ Սկսեցինք։ Լսիր, սա ուղղակի գեղեցիկ խոսքեր չեն։ Սա խոստում է։ Եթե քեզ թվում է, թե քո շանսն անցել գնացել է, մի քանի րոպե մնա ինձ հետ, որովհետև մենք հիմա միասին կտեսնենք, թե ինչքան սխալ է այդ զգացողությունը։ Բայց մինչև դրան հասնելը, եկեք անկեղծ լինենք։ Խոսենք այդ զգացողության մասին։ Այդ ծանր, խեղդող զգացողությունը, որ արդեն ուշ է։ Դա շատ իրական է, ցավոտ է, ուզում եմ իմանաս դու մենակ չես այդ հարցում։ Բացում ես սոցցանցերը ու տեսնում ես, չէ՞, հին ընկերներդ առաջ են գնացել կարիերայում, մյուսները ընտանիք են կազմել, ու հետո դու ես, ոնց որ կանգնած լինես նույն տեղում։ Այդ զգացողությունը, որ դոփում ես տեղում, մինչդեռ բոլորը սլանում են առաջ, ուղղակի սառեցնում է, հա։ Լավ, բայց մի րոպե։ Իսկ եթե ասեմ, որ այն ինչ դու տեսնում ես, այդ իդեալական հաջողության պատկերները իրականության հետ կապ չունեն, կամ ավելի ճիշտ իրականության մի փոքր մասն են, իսկ ինչ, եթե դա ուղղակի լավ սարքած մի պատրանք է։ Հիմա նայիր։ Մենք տեսնում ենք հաղթանակի փայլուն խմբագրված վերջաբանը, բայց ինչ է կատարվում կուլիսների հետևում։ Գիտես, մարդկանց մեծ մասը ցույց է տալիս իր լավագույն կողմերը, բայց թաքցնում է իր պայքարը։ Ճշմարտությունն այն է, որ ամեն մեկս էլ մի պատերազմի միջով ենք անցնում, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Ուրեմն եթե ուրիշների հետ համեմատվելն ուղղակի ստվերի հետևից վազել է, ապա ո՞րն է իրական խնդիրը։ Ինչն է մեզ հետ պահում։ Եկեք վերջապես ճանաչենք մեր իսկական հակառակորդին։ Տաղանդը։ Չէ, դա դասական արդարացումն է, ես ուղղակի այդքան շնորհք չունեմ։ Բայց մենք բոլորս էլ գիտենք, չէ, որ համառ աշխատանքը միշտ հաղթում է բնատուր տաղանդին։ Ուրեմն, չէ, խնդիրը դա չի։ Լավ, բա խելքը, այն միտքը, որ ես բավականաչափ խելացի չեմ։ Էլի սխալ։ Խելքը, եթե չես օգտագործում, ուղղակի իզուր կորած պոտենցիալ է։ Ուրեմն խնդիրը սա էլ չէ։ Ահա իրական պատասխանը։ Միակ ամենամեծ խոչընդոտը դու ես։ Այն պահին, երբ դու դադարում ես հավատալ ինքդ քեզ, դու դադարում ես նույնիսկ փորձել։ Դու դառնում ես քո ամենամեծ թշնամին, նույնիսկ մինչև աշխարհը կհասցնի մի բանով քեզ խանգարել։ Դե ինչ, եթե արդեն պարզեցինք, որ թշնամին մեր մեջ է, ուրեմն մի հարց է առաջանում, որն է այն միակ որոշիչ տարբերությունը նրանց միջև, ովքեր առաջ են գնում, ու նրանց, ովքեր մնում են տեղում։ Ամեն ինչ հանգում է սրան, մի հատ բանին, մի գործոնի, որը փոխում է ամբողջ խաղը։ Պատրաստ ես իմանալ, թե որն է դա։ Ահա եւ վերջ։ Նրանք ուղակի չհանձնվեցին։ Այսքան պարզ։ Ցանկացած մարդ, ումով դու հիմա հիանում ես, հասել է մի կետի, երբ ուզեցել է ամեն ինչ թողնել ու գնալ։ Տարբերությունն այն չի, որ նրանք չեն կասկածել։ Ոչ, տարբերությունն այն է, որ նրանք չնայած կասկածներին, միևնույնն է առաջ են գնացել։ Սա ամբողջ գաղտնիքը։ Ու հիմա հասանք ամենակարևոր մասին։ Լավ, ո՞նց ենք այս ամենը գործի վերածում։ Ինչ ես դու անելու հենց հիմա, որ սկսես քո ճանապարհը։ Պատրաստ ես։ Սա Օսկե կանոնն է։ Մի սպասիր ճիշտ պահի, որովհետև ճիշտ պահ գոյություն չունի։ Սպասելը ուղղակի հետաձգելու ամենագեղեցիկ ձևն է։ Ընդունիր, որ ամեն ինչ իդեալական չի։ Ընդունիր, որ դու 100%-ով պատրաստ չես։ Ու միևնույնն է, սկսիր հիմա, այսօր։ Լավ, մենք միասին անցանք այս ճանապարհով, բարձրաձայնեցինք զգացողության մասին, քանդեցինք պատրանքները, գտանք իրական թշնամուն ու հասկացանք, թե որն է բանալին։ Հիմա հերթը քոնն է։ Ու այս վերջին հարցը միայն քեզ է ուղղված։ Ոչ թե վաղվան, ոչ թե մի օր, երբ ամեն ինչ լավ լինին, այլ հենց հիմա, հենց այս վայրկյանին։ Դու պատրաստ ես սկսել։ Քո առաջին քայլը, ինչքան էլ որ փոքր թվա, քեզ է սպասում։